մեր Աստվածը մեզ երևաց, կատարեք ուրախությունը դալար ճուղերով, մուտքերից մինչև անկյունները սեղանում։ Այս խոսքերը, սիրելի բարեպաշտ հավատացյալներ, վերցրած էին Սաղմոսած գրքից, 117-րդ Սաղմոսը, այսպես կոչված մեսիական մարգարեություններից հատվածներից մեկը, որը խոսում է և ներկայացնում է հրեա ժողովրդին իր փրկչի Մեսիայի աշխարհ գալը։ Հրեաները ապրում էին այդ ժամանակ ակնկալիքով և իրենց համար բացվում էր աստիճանաբար մարգարեների, նահապետների, Աստծո մարդկանց միջոցով աստիճանաբար բացվում էր այդ ճշմարտությունը, որ այս աշխարհ պիտի գա Մեսիան, փրկիչը, պիտի գա և ուրախություն պիտի բերի մարդկանց, պիտի գա և խաղաղություն պիտի բերի մարդկանց։ Մեկ այլ մարգարե Զաքարիան ասում է, որ ահա և ցնծա Երուսաղեմ, ուրախացիր Սիոն, քո փրկիչն է քեզ մոտ գալիս, խոնարհ ու հեզ, հեծած էշի և էշի քուռակի վրա։ Աստված գալու է փրկելու մարդկանց, բայց գալու է ոչ թե ահեղ, ոչ թե զորավոր, ոչ թե դատաստան կատարելու, այլ գալու է հեզության և խոնարհության ծառայելու և մարդկանց խաղաղություն բերելու։ Այս Մեսիայի կերպարն է, որ Սուրբ Գիրքը ներկայացնում է։ Եվ սա ամեն հրեա, որը ծանոթ է գրքին, Սուրբ Գրքին և մարգարեություններին, ինքը շատ լավ պիտի սա իմանար։ Բայց ցավոք սրտի այդ օրերի հրեաները դեռ սպասում ակնկալում են Մեսիան, բայց բոլորովին ուրիշ նկարագրով։ Իրենք Մեսիային նկարում էին և ակնկալում էին թե մի քաղաքական ռազմական առաջնորդ, որը ինչպես որ Դավիթ մարգարեն զորացրեց Իսրայելի թագավորությունը և նրա որդին էր Սողոմոնը մեծացրեց, հարստացրեց այդ ուժը, այնպես էլ Մեսիան պիտի գար և վերականգներ Դավթի աթոռը, Դավթի թագավորությունը։ Եվ այդ թագավորությունը ասելով իրենք միայն այս երկրավորն էին հասկանում և միայն այս երկրավորի ակնկալիք ունեին։ Խաղաղություն ասելով իրենք հասկանում էին, որ Աստված բոլոր թշնամիներին իրենց առջև պիտի պարտության մատնի և իրենց երկրների տեր դարձնի։ Սակայն Աստծո ծրագիրը հրեաների համար և ողջ մարդկության համար բոլորովին այլ է։ Աստված չէր գալու այս երկրի վրա երկրային թագավորություն հաստատելու, այլ գալու է երկնային արքայությունը երկիր բերելու, երկնքից խոնարհվելու և մարդկանց ու Աստծո միջև եղած, բայց խաթարված խաղաղությունը վերականգնելու։ Այդ խաղաղությունը սիրելիներ կար աշխարհի արարման ժամանակ և դրանից հետո այնքան ժամանակ, քանի դեռ մարդը մեղք չէր գործել։ Բայց երբ որ մարդը մեղսագործություն արեց, մեղք գործեց, խաղաղությունը երկրի և երկնքի միջև խաթարվեց։ Եվ անհրաժեշտ է, որպեսզի գար խաղաղության թագավորը, այդ խաղաղությունը վերականգնելու համար։ Անհրաժեշտ է, որպեսզի բարձրյալը խոնարհվի, Տերը ծառայի կերպարանք առնի, անմահը մահկանացու դառնա և խոնարհությամբ և հեզությամբ գա ծառայելու։ Բայց կերպարն է, որ մենք տեսնում ենք նկարագրված, երբ որ Քրիստոս նկարագրված այդ կերպարի իրականացումն ենք մենք տեսնում, երբ որ Քրիստոս մտնում է Երուսաղեմ։ Մտնում է նա և ժողովուրդը իրեն ովսաննաներով, բացականչություններով
դիմավորում են, իբրև խաղաղ արքայի, ոչ իբրև ռազմական առաջնորդի։ Մտնում է նա հեծած ավանակի և քուրակի վրա, որոնք խորհրդանշում են հրեաներին և հեթանոսած ժողովուրդները, հանուն որոնց փրկության Քրիստոս եկել էր։ Իսկ նրա մուտքը խաղաղությամբ և հեզությամբ ցույց է տալիս, որ Քրիստոս եկել է վերականգնելու մարդու և Աստծո միջև խաթարված խաղաղությունը և դա անելու է ծառայության ճանապարհով։ Շատ հրեաներ, երբ որ այս հասկացան, նույնիսկ իր շրջապատից, օրինակ Հուդա, որ բոլորովին ուրիշ բան էին ակնկալում, այլ բաներ էին սպասում Աստծու որդուց, միայն մարմնավորն էին ցանկանում։ Իրենք շատ դեպքերում գայթակղվեցին և այդ ազգից այսօր են, մինչև այսօր են շատերը նույնպես գայթակղված մնում են և սպասում են դեռ մեսիաների, սպասում են իրենց համար Քրիստոս կոչվածների, որ հակաքրիստոսներ են։ Սպասում են, որովհետև երբ որ Քրիստոս եկավ, ի զարմանս իրենց սկսեց մեղադրել, ցույց տալ իրենց մեղքերը։ Մտավ տաճար ուսանաներից հետո, երբ որ ողջ Երուսաղեմը դղրդալով, ձայն աղաղակ հանելով, գնաց նրան դիմավորելի, մեկը մյուսին ասում էր, հարցնում էին, ասում են, ով է սա, մյուսը պատասխանում էր, սա Հիսուս Նազարեթին է, մարգարեն Նազարեթից, որը Ղազարոսին ընդամենը 4 օր առաջ հարություն է տվել։ Ղազարոսի հարության լուրը տարածվել և շատ ավելի մեծ ժողովուրդ էր եկել տեսնելու։ Բոլորը գալիս են հետաքրքրությունից դրդված, շատերը գալիս են ցավոք նաև սրտի մեջ թշնամանք ունենալով, որովհետև գիտեին, որ եթե Քրիստոս գա, եթե այդ լույսը մոտենա, իրենց ախտեղությունը պիտի երևա ավելի պարզ և ակնհայտ, և բոլորին հայտնի պիտի լինի։ Եվ այդպես էլ եղավ, իրենց ակնկալած Մեսիան եկավ, բայց ի զարմանս իրենց Մեսիան ոչ թե սկսեց գովել իրենց, ասել, որ այ դուք Աբրահամի զավակներ եք, այլ դուք Դավթի շառավիղն եք, թագավորության, քահանայության ազգ եք, այս ամենը կար ճշմարտություն է, բայց իրականություն չէ։ Իսկ իրականում իրենք այդ ամենից շատ հեռու էին իրենց կենցաղով։ Իրականում իրենք այդ ամենը դարձրել էին ուղղակի անհոգի գործողություն, տառակերություն, և տաճարի պաշտամունքն է անհոգի էր։ Եվ երբ որ Քրիստոս մտավ տաճար, իրենց սրբություն սրբոցը, իրենց սիրտը, այդ ժողովրդի բաբախող սիրտը մտավ, տեսավ այնտեղ աղտեղություն, ագահություն, տեսավ գոռոզամտություն, հպարտություն, տեսավ ոչ թե ծառայասիրություն, այլ ընդհակառակ մարդիկ, որոնք սիրում էին ծառայություն ընդունել, մարդկանցից փախչել, ովսաններ ընդունել։ Դրա համար երբ որ մտավ, առաջինը հենց այդ իրեն ասեցին, ինչու չես սաստում այս երեխաներին, չես լսում նրանք, ինչ են ասում, ովսաններ են քեզ ասում։ Իրենց ասածն ինչ էր, այդ ովսանները մերը պիտի լինի, մենք ենք քահանայապետերն ու փարիսեցիները, մենք ենք դպիրներ, ինչու է ժողովուրդը քեզ փառաբանում, սաստիր նրանց։ Իսկ նա հիշեցնում է մարգարեության ևս մեկ խոսք, որ ասում է ծծկել երեխաների և մանուկների բերանով պիտի օրհնություն լինի։ Դա հենց այդ օրվա մասին էր, որովհետև այդ երեխաները իրենց մաքրությամբ, իրենց սրտի անաղարտությամբ շատ ավելի հեշտ ճանաչեցին Քրիստոսին, քան այդ բոլոր շատ գիտելիք ունեցող, բայց հոգուց զրկված մարդիկ։ Եվ երբ որ մտավ, առաջինը հենց դա ցույց տվեց, դա աղտեղությունը իրենց մատնանշեց, որ ասեց, ամենակարևոր տեղում դուք կեղտոտ եք։ Թողել եք, թույլ եք տվել, որ ձեր սրտերը, ձեր տաճարները, ձեր հոգիները լցվեն մեղքով, ագահությամբ, աղտեղությամբ։ Միմյանց նկատմամբ սերը պակասել է, ցամաքել է ձեր մեջ։ Սիրո գործեր ցույց չեք տալիս։ Ասում եք, որ Աստծո հետ Աստծո նկատմամբ հավատք ունեք, բայց եղբայրասիրություն չունեք, միմյանց եք ատում։ Պատրաստ եք միմյանց խաբել,
շահի համար։ Այս ամենով է լցված ձեր սրտերը։ Եվ այդ սրտերը առաջին հերթին պետք է մաքրվեն, որպեսզի երբ որ ես գամ, տեղ ունենամ այդ սրտերում։ Որպեսզի երբ որ Աստված օգնին գա, գլուխը դնելու տեղ ունենամ ձեր հոգիներում, ձեր սրտերում։ Այդ օրվա հրեաներից ցավոք սրտի շատ քչերը հասկացան Քրիստոսի այս խոսքը, սիրելիներ։ Բայց համոզված պիտի լինենք, որ այդ մարդկանցից, որոնք այդ օրը ուսանաններ են երգում, 4 օր հետո ընդամենը պիտի կորային խաչը հաներ։ Որովհետև երբ որ Քրիստոս եկավ, մարդահաճ խոսքով չէ որ եկավ։ Եթե մարդահաճություն աներ, վստահաբար իրեն այդ ժողովուրդը կընդուներ։ Բայց եկավ, որովհետև շատ էր սիրում այդ ժողովրդին եւ ուզում էր, որ այդ ժողովուրդն էլ փրկվի։ Եկավ իբրև գառնուկ, որովհետև Քրիստոս կատարում էր այն, ինչը որ արդեն օրինադրվել էր իբրև օրինակ։ Հրեա ժողովրդի օրենքի համաձայն, ինչպես որ նկարագրված է Ելից գրքում, Զատկից, այսինքն Նիսան 14-ից 4 օր առաջ գառնուկն էին բերում տուն, 4 օր պահում էին եւ հետո զոհաբերում էին իշտակային գառնուկների, որոնք Մովսեսի ժամանակ զոհաբերվեցին անդրանիկների փրկության համար։ Բայց զատիկը, որ զատվել, ազատվել է նշանակում, այդ տոնը հենց այդ ժամանակ սահմանվեց։ Բայց այդ բոլոր մորթված գառները իրական փրկություն չէ, որ բերում էին։ Այդ ամենը օրինակն է իրական զոհաբերության, իրական Աստծո գառան, մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի, որը Եսայու մարգարեության համաձայն անմռունչ իբրև մի գառնուկ կանգնած է խուզողի առջև։ Նա ոչ բողոքեց, ոչ իր զորությունը աստվածային օգտագործեց, որպեսզի ազատվի, այլ խոնարհաբար իր ոտքով գնաց դեպի խաչը։ Գիտակցված գնաց այդ ճանապարհով։ Եվ երբ որ հրեաները տեսան, որ սա խոնարհ մի Քրիստոսի Մեսիայի օրինակ է, կերպար է, գայթակղվեցին եւ չընդունեցին։ Իսկ ովքեր որ Քրիստոսին ընդունեցին այս խոնարհության մեջ, ովքեր ում համար որ Քրիստոս իսկապես փրկիչ է, Աստծո գառն է, որ իր համար զոհաբերվել է իր փրկության համար, նրանք բոլորը սրբեցին, մաքրեցին իրենց հոգու տաճարները, իրենց սրտերը, որպեսզի Քրիստոս այնտեղ բնակվի։ Եվ այդ մարդկանց օրինակը մեզ համար Քրիստոս մեկ բառով, մեկ նախադասությամբ է սահմանում։ Ասում է, երբ թե չլինեք այս մանուկների պես, երկնքի արքայությունը չեք ունենա։ Մանուկը առանց կասկածի սիրում է իր ծնողին, վստահում է, չի քննում։ Շատեր այսօր, երբ որ սուրբ գիրք են կարդում, կարծես այդ գիրքը իրենց համոզելու համար է, որ Աստված կա։ Բայց այդ գիրքը ներկայացնելու համար է Աստծո գոյությունը։ Եթե դու կասկածում ես, անպայման մի պատճառ կգտնես։ Եթե հարց ունես, բայց ոչ թե ուզում ես հարցի ճշմարիտ պատասխանը իմանալ, այլ ուզում ես վիճաբանես այդ հարցի շուրջ, ուրեմն ոչ մի ճշմարտությանը չես հասնի։ Բայց երբ որ մանկան պես սովորես վստահել Աստծուն, մանկան պես մաքրես քո սիրտը, մանկան պես ապավինես, ինչպես որ անուկն է իր ծնողին ապավինում եւ վստահում, ուրեմն անպայման դու էլ կդառնաս այն Աստծո տաճարը եւ բնակարանը, որտեղ Քրիստոս կգա եւ կբազմի։ Մենք այսօր էլ այդ սպասման մեջ ենք, սիրելիներ։ Քրիստոս առաջին անգամ եկավ հեզությամբ եւ խոնարհությամբ, եկավ իբրև խաղաղության թագավոր։ Բայց այն նույն իրադարձությունների հաջորդականությունը, որ մենք տեսնում ենք Ծաղկազարդի տոնի հետ, նույն հաջորդականությունը լիներ նաև այս աշխարհի վաղճանին։ Որովհետև ինչպես որ այն ժամանակ Ղազարոսի հարությունը եղավ, դա օրինակն էր մեռելների ընդհանրական հարության։ Երուսաղեմի այդ դղրդյունը, դա այն հրեշտակների փողերի ձայներն է, որ պիտի լսվեն, մեռելները պիտի հարություն առնեն։ Եվ մորթված գառը, բայց հաղթանակած գառը, ինչպես որ Այդության գիրքն է ասում,
Արյուծը, որ հաղթանակեց, գառը, որ մորթվեց, եւ այս ահա կենտրոնի է, նստելու է գահի վրա, այս անգամ արդեն նստելու է ոչ թե խոնարհությամբ միայն, այլ փառքով եւ հեշտակների սորությամբ, որպեսզի դատի այս մեղավոր աշխարհը։ Այսօր էլ եկեղեցին սիրելիներ ապրում է այդ սպասման մեջ։ Այսօր էլ եկեղեցին պանդուխտ է այս երկրի վրա։ Եկեղեցու քաղաքացիությունը երկնային, մենք ընթանում ենք, ապրում ենք, այս աշխարհից ենք, բայց այս աշխարհի մեջ ենք, բայց աշխարհից չենք, ինչպես որ Սուրբ Գիրքն է ասում։ Եվ այս աշխարհայինը միայն չպիտի որոնենք։ Մեր նպատակակետը, մեր ճանապարհի նպատակը Քրիստոսին հասնելն է։ Քրիստոսի հետ այս ճանապարհը անցնելն է։ Եվ այս ծաղկազարդի տոնը մեզ սովորեցնում է, որ այդ ճանապարհի ամենակարևորը մենք պիտի լինենք հեզ ու խոնարհ։ Մարդիկ, երբ որ Քրիստոս մտնում էին Երուսաղեմ, ինչ էին անում, իրենց գեստներն էին հանում, որ խորհրդանշում էր հին մարդուն, այն մաշկեղենս գեստը, որ Աստված տվեց Ադամին իր մեղք գործելուց հետո, եւ փռում էին Քրիստոսի ոտքերի առջև, որ խորհրդանշելով, որ մեր մեղքերը Քրիստոս իր վրա էր վերցնում եւ մաքրելու էր։ Եվ նաեւ ճյուղեր, դալար ճյուղեր, արմավենու ճյուղեր էին, փռում իբրև խոնարհումի նշան։ Հնուց ի վեր դա արքայազն իշխանություն ունեցող մարդկանց առջև կատարվող մի գործողություն, մի ժեստ է, որը խորհրդանշում էր մարդկանց խոնարհությունը իշխանության առջև, թագավորի առջև։ Եվ բարձրյան արքայի առջև, խաղաղության թագավորի առջև մենք խոնարհվում ենք, եւ այդ խոնարհության ցուցանիշը այն ճյուղերն են, որ այդ օրը խոնարհվեցին նրա ճանապարհի առջև։ Եվ դրա համար է ծաղկազարդի տոնին սահմանվեց այս գեղեցիկ կարգը, որ ուռենու ճյուղեր, խոնարհություն խորհրդանշող ուռենու ճյուղեր օրվեն եւ բաժանվեն ամենքից առաջին հերթին երեխաներին։ Նաեւ մեր հայրապետի Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի տնօրենությամբ այս օրը հռչակված է մանուկների օրհնությամբ։ Որովհետև մանուկներն են, որ առաջինը Քրիստոսին իրենց մաքուր սրտերով ճանաչեցին, առանց կասկածելու, առանց այլևայլության, առանց հարցադրումների, եկան եւ աղաղակեցին այնքան բարձր, որ այդ հավատքի կուրության մեջ խարխափող քաղաքը դղրդաց այդ մանուկների ձայնից։ Եվ այդ մանուկները օրինակ են այսօր մեզ բոլորիս հավատքի մեջ մանկանալու, մեղքի մեջ մանկանալու, մեղք գործելու մեջ մանկանալու, մաքուր սրտով Քրիստոսին դիմանալու։ Ուրեմն սիրելիներ, մենք այսօր միասին հավարտ Սուրբ Պատարագի կատարենք մանուկների օրհնության կարգ։ Հիմա խոստովանությունը արդեն կատարվել է։ Բոլոր նրանք, ովքեր որ խոստովանության կարգին մասնակցեցին, միայն նրանք եւ մանուկներից այն երեխաները, որոնք մկրտված են, կմոտենան Սուրբ հաղորդություն կստանան եւ վերջում մանուկների օրհնության կարգը կկատարվի։ Խնդրեմ, որպեսզի այս դիմացը ազատեք եւ կանգնեք մի քիչ, հիմա չէ, Պատարագի վերջում։ Առաջ թողեք միայն երեխաներին, որովհետև այդ կարգը երեխաների համար է կատարվում։ Եվ ամեն երեխայի մեջ մեկ հատ ճյուղ կտրվի, դալար ճյուղ, որը մանուկը կտանի իր տուն, այդ տանը եւս օրհնություն փոխանցելու համար։ Եվ ուրեմն թող լիներ այս լուսավոր տոնը առիթ ունի մեր հոգիները մաքրելու, սրբելու, մեր հոգիների մեջ Քրիստոսին ընդունելու, մեր տաճարները, մեր սրտերը մաքուր պահելու, որպեսզի երբ որ Տերը գա, դա առիթ լինի մեզ համար, ինչի է խաղում, ինչ է։ Դա առիթ լինի մեզ համար, ոչ թե տագնապելու, ոչ թե կասկածելու, այլ ուրախություն, հոգևոր ուրախություն եւ ցնծություն ապրելու։ Որովհետեւ նա, ով գալու է, մենք իրեն շատ ենք սիրում, շատ ենք սպասում։ Այսպիսի հոգով քրիստոնյան պիտի սպասի Քրիստոսի գալստյանը։ Իսկ եթե վախենում է, ուրեմն պատճառ ունի, առիթ ունի վախենալ։ Ուրեմն իրական Քրիստոսին չի ճանաչում։
Ուրեմն ինչպես որ այն հրյաները այդ օրերում Աստծուց եւ եկեղեցուց միայն նյութականն է ակնկալում։ Ուրեմն իր երջանկությունը միայն այս երկրի վրա է ուզում դրել։ Աստված բարի է, դա էլ կտա, բայց Աստված ավելին է ցանկանում մեզ ամենքից։ Ուրեմն թող արժանանանք մենք բոլորս այդ հոգևոր շնորհներին, այդ հոգևոր բարիքների, որ մեզ համար է սահմանված մեր քրիստոնյաներ, եւ պատրաստ լինենք ովսանաներով դիմավորելու մեր Տիրոջը եւ Քրիստոսին Հիսուս Քրիստոսին, որին փառք հավիտյանս ամեն։ Շնորհ, սեր եւ խաղաղություն, Տյառը մերո եւ Քրիստոսին Հիսուսի Քրիստոսին, եղեցին ձեզ, Դավենեցյանս, ամեն։